Բարև բոլորին։ Այսօր ուզում եմ խոսել ուղղափառության, կաթոլիկության եւ բողոքականության միջև եղած տարբերությունների մասին։ Սակայն այս տեսանյութը կրոնական բանավեճ չէ կամ փորձ չէ ապացուցելու, թե այս հավատալիքներից որն է ճիշտը։ Մենք քրիստոնեությունը կդիտարկենք մատերիալիստական տեսանկյունից, որպես պատմական եւ սոցիալական երևույթ, որը զարգացել է հասարակությանը զուգահեռ։ Կրոնը գոյություն չունի մեկուսացված։ Այն արտացոլում է յուրաքանչյուր դարաշրջանի տնտեսական, քաղաքական եւ մշակութային գործընթացները։ Երբ սոցիալական հարաբերությունները փոխվում են, կրոնը նույնպես փոխվում է։ Ի հայտ են գալիս նոր դոգմաներ, նոր ծեսեր եւ եկեղեցու ներսում իշխանության նոր ձևեր։ Քրիստոնեության բաժանումը ուղղափառության, կաթոլիկության եւ բողոքականության հավատքի շուրջ վեճի արդյունք չէ։ Այդ տարբեր պետությունների, դասերի եւ տնտեսական համակարգերի միջև պատմական հակասությունների հետևանք է։ Հենց այս տեսանկյունից մենք կքննարկենք այս երեք ճյուղերը, ոչ թե որպես Աստծո ճանապարհներ, այլ որպես որոշակի սոցիալական պայմանների վրա կառուցված վերնաշենք։ Բաժանորդագրվենք այս բերկալիքին եւ մենք սկսում ենք։ Քրիստոնեության վերելքը։ Հասկանալու համար, թե ինչու է քրիստոնեությունը բաժանվել երեք հիմնական ճյուղերի, պետք է հիշենք, թե ինչպես է այն առաջացել սկզբում։ Քրիստոնեությունը առաջացել է մեր թվարկության առաջին դարում հռոմեական կայսրության մեջ, որը մի հսկայական պետություն էր, որտեղ միլիոնավոր մարդիկ ապրում էին աղքատության եւ իրավազրկության մեջ։ Կայսրությունը ճգնաժամ էր ապրում եւ սոցիալական հակասություններ սրվում էին։ Ստրուկները, մանր գյուղացիները եւ արհեստավորները տասապում են հարկերի եւ պատկերի ծանրության տակ, մինչդեռ հարուստները ավելի ու ավելի էին օտարանում ժողովրդից։ Այս հիմքից ծնվեց մի շարժում, որը խոստանում էր ճշմարտներին հարմարավետություն եւ արդարություն, եթե ոչ այս կյանքում, ապա մահից հետո։ Ահա թե ինչու վաղ քրիստոնեությունը տարածվեց հիմնականում ստորին դասերի, ստրուկների եւ կանանց շրջանում, նրանց շրջանում, ովքեր հույս եւ իմաստ էին փնտրում մի աշխարհում, որտեղ իրենց իրավիճակը անհույս էր թվում։ Սակայն կարևոր է հասկանալ, որ դա իր ժամանակի կրոն էր, որ արտացոլում էր զանգվածների իրական սոցիալական վիճակը։ Երբ մարդիկ չէին կարողանում փոխել աշխարհը, նրանք փրկություն էին փնտրում հավատքի մեջ։ Ժամանակի ընթացքում քրիստոնեության տարածմանը զուգընթաց, այլ ուժեր սկսեցին շահարկել այն իշխող դասերը, որոնք օգտագործում էին այն բանից, որ մարդիկ հեզորեն սպասում են երկնքի արքայությանը, երկրի վրա արդարության համար պայքարելու փոխարեն։ 4-րդ դարում կայսր Կոստանդինը քրիստոնեությունը ճանաչեց որպես պաշտոնական կրոն։ Այդ պահից սկսած եկեղեցին դադարեց լինել ճշմարտների շարժում, այն դարձավ պետական մեքենայի մաս, իշխանությունը անապնդելու գործիք։ Եպիսկոպոսները դարձան պաշտոնյաներ, եկեղեցիները ազդեցության կենտրոններ, իսկ կրոնը գաղափարախոսություն, որը արդարացում էր գոյություն ունեցող կարգը։ Այսպիսով սկսվեց նոր դարաշրջան։ Քրիստոնեությունը դարձավ ոչ միայն հավատք, այլև կազմակերպություն, իր հիերարխիայով, քաղաքականությամբ եւ սեփական շահերով։ Եվ արդեն այս ձևով, որպես հզոր եկեղեցական կառույց, այն մոտեցավ արևելքի եւ արևմուտքի միջև ապագա պարակտումներին։ Կաթոլիկության եւ ուղղափառության միջև բաժանումը։ 11-րդ դարում քրիստոնեությունը վաղուց դադարել էր միասնական լինելուց։ Նախկին հռոմեական կայսրության արևելյան եւ արևմտյան ուղղությունները զարգացան տարբեր կերպ, տնտեսապես, մշակութային եւ քաղաքական առումով։ Արևմուտքում, որտեղ տիրում էր ֆեոդալիզմը, Հռոմի եւ պապականության դերը անապատվեց։ Եկեղեցին դարձավ կենտրոնացված ուժ, որը միավորում էր արևմտյան Եվրոպայի պետությունները։ Հռոմի պապը ձգտում էր ենթարկեցնել բոլոր քահանաներին եւ եպիսկոպոսներին, կրոնը վերածելով խիստ ուղղահայաց իշխանության կառուցվածքի։ Արևելքում Բյուզանդիայում քրիստոնեությունը սերտերով միահյուսվեց կայսերական իշխանության հետ։ Կայսը համարվում էր Աստծո օծյալ եւ ազդեցություն ուներ եկեղեցու վրա։ Այստեղ ի հայտ եկավ կասերապապիսմ կոչվող մի ձև, որի դեպքում եկեղեցին չէր կառավարում պետությունը, այլ ընդհակառակը պետությունը կառավարում էր եկեղեցին։ Այսպիսով տարբերությունը ոչ այդքան հավատքի մեջ էր, որքան եկեղեցու եւ պետության միջև դաշինքի ձևի մեջ։ Արևմուտքում եկեղեցին կանգնած էր պետությունից վերև, արևելքում դրանից ներքև։ Հենց այս սոցիալ-քաղաքական տարաձայնություններն էին, որոնք աստիճանաբար վերածվեցին աստվածաբանական վեճերի։ Պատմաբանները հաճախ դոգմատիկ տարաձայնություններ են նշում բացակայտման ֆորմալ պատճառների շարքում։ Սուրբ Հոգու ծագման հարցը, ծեսերի եւ օրացույցների տարբերությունը, տարբեր լեզուների, լատիներենի եւ հունարենի օգտագործումը։ Սակայն մատերիալիստական տեսանկյունից այս ամենը խորը քաղաքական եւ մշակութային հակասությունների արտաքին արտահայտություններն էին։ Ճշմարիտ հավատքի շուրջ վերջի հետևում ընկած էր իշխանության, ազդեցության եւ հարստության համար պայքար։ 1054 թվականին պարակտումն ավարտվեց։ Հռոմեական եկեղեցին դարձավ կաթոլիկ, իսկ Կոստանդնոպոլցի եկեղեցին ուղղափառ։
Կաթոլիկությունը հենանձեք բերեց Արևմտյան Եվրոպայում, միջդեռ ուղղափառությունը հաստատվեց Բյուզանդիայում եւ Արևելյան Եվրոպայում։ Պարակտումից հետո այս ճյուղերի ուղիները ընդմիշտ բաժանվեցին։ Կաթոլիկ եկեղեցին անապատեց պապի կարգապահությունը, հարստությունը եւ իշխանությունը, վերափոխվելով վերահսկային ուժի։ Ուղղափառությունը սակայն սերտորի կապված մնաց կայսերական, ապա միապետական իշխանության հետ, արտահայտելով երկրային տիրակալի առջև հնազանդության եւ խոնարհության գաղափարախոսություն։ Անկեղծ ասած, պարակտումը հոգևոր չէր, այլ դասակարգային եւ քաղաքական։ Եկեղեցիները հարմարվեցին գոյության տարբեր պայմաններին։ Արևմտյան եկեղեցի ֆեոդալական համակարգին, որտեղ պայքար էր թագավորների եւ պապերի միջև։ Մինչդեռ արևելյան եկեղեցին հարմարվեց բյուզանդական բռնապետությանը։ Հետ սա է պատճառը, որ դրանց զարգացումը տարբեր ուղղություններով անցավ։ Արևմտյան եկեղեցին հետագայում ծնունդ տվեց ռեֆորմացիային եւ բողոքականությանը, մինչդեռ արևելյան եկեղեցին դարեր շարունակ պահպանեց հին ձևերն ու դոգմաները, արտացոլելով բյուզանդական հասարակության լրջացումը եւ փոփոխություններ։ Զարգանում էին քաղաքները, առևտուրը եւ արհեստները, եւ ի հայտ է գալիս բուրժուական հարաբերությունների սկիզբը։ Ի հայտ էր գալիս նոր դաս բուրժուազիան, որը ձգտում էր անկախության, ռացիոնալության եւ ֆեոդալական ու եկեղեցական սահմանափակումներից ազատության։ Կաթոլիկ եկեղեցին իր հարուստ հիերարխիայով եւ դոգմատիզմով հակասում էր այս նոր միտումներին։ Ահա թե ինչու ռեֆորմացիան, ինչպես հավատացյալներն են ասում, Սուրբ Հոգու ոգեշնչումը չէր, այն բուրժուական հասարակության ի հայտ գալու գաղափարական արտահայտությունն էր։ 1510 թվականին գերմանացի վանական Մարտին Լյութերը խոսեց պապակալության չարաշահումների դեմ։ Նա մերժեց եկեղեցու միջնորդությունը մարդու եւ Աստծո միջև եւ հռչակեց, որ փրկությունը կախված է անձնական հավատքից։ Առաջին հայացքից սա թվում էր հոգևոր բարեփոխում, բայց ըստ դա անհատականության սկզբունքի հաստատում էր, համապատասխան նոր տնտեսական կարգին։ Մինչդեռ կաթոլիկության մեջ մարդու ցանկակալվում էր ենթարկվել եկեղեցական իշխանությանը, բողոքականության մեջ նա պատասխանատու էր իր սեփական հոգու համար, ինչպես բուրժուազիան էր պատասխանատու աշխարհում իր սեփական հաջողության համար։ Սա նույն տնտեսության մեջ առաջացած հարաբերությունների հոգևոր ձևն է՝ անձնական նախաձեռնություն, աշխատանք, մրցակցություն, ինքնապատասխանատվություն։ Պատահական չէ, որ բողոքականությունը տարածվեց հիմնականում այն երկրներում, որտեղ զարգանում էին առևտուրը, արդյունաբերությունը եւ կապիտալիզմը՝ Գերմանիայում, Անգլիայում, Շվեյցարիայում եւ Նիդերլանդներում։ Այնտեղ նոր հավատքը դարձավ բուրժուազիայի գաղափարախոսությունը, որը այլևս կարիք չուներ պապերի եւ քահանաների միջնորդությանը։ Ի տարբերություն կաթոլիկության, բողոքականությունը չէր պահանջում շքեղ եկեղեցիներ եւ արարողություններ։ Այն շեշտը դնում էր աստվածաշրջի անձնական ընթերցանության, քրթվաճառ աշխատանքի եւ կարգապահության վրա, որը կատարելապես համապատասխանում էր նոր ձեռնարկատիրական դասի կարիքներին։ Մաքս Վեբերը հետագայում սահմանեց բողոքական էթիկա, սակայն մատերիալիստական տեսանկյունից այն պարզապես արտացոլում էր ժամանակի կապիտալիստական ոգին, հավատ աշխատանքի, հաջողության եւ անհատական պատասխանատվության նկատմամբ։ Այսպիսով բողոքականությունը տնտեսական հեղափոխության կրոնական պայծյալն էր, երբ բուրժուական հասարակությունը դուրս էր գալիս ֆեոդալիզմի ավերակներից։ Ռեֆորմացիան ոչնչացրեց կաթոլիկ եկեղեցու միասնությունը, թույլատրեց պապականության իշխանությունը եւ բացեց ճանապարհը դեպի նոր աշխարհ, կապիտալիստական պետությունների եւ նոր մտածողության աշխարհ։ Կարելի ասել, որ կաթոլիկությունը արտահայտում էր ֆեոդալական հիերարխիա, ուղղափառությունը կայսերական պետական ենթակայություն, իսկ բողոքականությունը բուրժուական անհատապաշտություն։ Եվ այս ուղղություններից յուրաքանչյուրը միայն այդ դարաշրջանի եւ դրանց համապատասխանող դասակարգերի գաղափարախոսության արտացոլումն է։ Կաթոլիկության, ուղղափառության եւ բողոքականության հիմնական տարբերությունները։ Չնայած կաթոլիկությունը, ուղղափառությունը եւ բողոքականությունը ունեն ընդհանուր արմատ, վաղ քրիստոնեությունը, ժամանակի ընթացքում դրանք զարգացել են բոլորովին տարբեր կրոնական համակարգերի։ Նրանց միջև եղած տարբերությունները հնարավոր չէ հասկանալ միայն դոգման կամ աստվածաբանական բանավեճերի ուսումնասիրությամբ։ Դրանք արտացոլում են տարբեր պատմական դարաշրջաններ եւ սոցիալական համակարգեր, որոնց զարգացել եւ արմատավորվել են հավատքի այս ձևերը։ Կաթոլիկությունը զարգացել է արևմտաեվրոպական ֆեոդալիզմի պայմաններում։ Հռոմեական եկեղեցի դարձել է հզոր քաղաքական ուժ, որը կանգնած է միապետից վեր եւ ենթարկվում է նրանց իր կամքին։ Հռոմի պապը համարվում էր Աստծո փոխանորդը երկրի վրա եւ նրա իշխանությունը սահմաններ չգիտեր։ Եկեղեցին տիրապետում էր հսկայական հողերի, բանակների եւ հարստության։ Իր էությամբ կաթոլիկությունը ֆեոդալական համակարգի արտացոլումն էր։ Խիստ հիերարխիա, ավերապահ հնազանդություն եւ երևից բխող ճշմարտության հավատ։ Աստծոց եկեղեցու միջոցով մարդուն։ Հավատացյալը չէր կարող համաչափես դիմել Աստծուն,
Նա պետք է դիմեր միջնորդների, քահանաների, եպիսկոպոսների, սրբերի միջոցով։ Ինչպես գյուղացին կախված էր իր տիրոջից, այնպես է հավատացյալը կախված էր եկեղեցական իշխանությունից։ Կաթոլիկությունը դատապարտեց հնազատ հպատակ, խոնարհ իշխանության եւ հեղինակության առջև։ Ի տարբերություն դրա, ուղղափառությունը ծագեց բոլորովին այլ միջավայրում, արևելյան հռոմեական կամ բյուզանդական կայսրությունում, որտեղ կայսրը կանգնած էր եկեղեցուց վեր։ Այստեղ կրոնը դարձավ ոչ թե իշխանության մրցակից, այլ նրա դաշնակիցը։ Կայսրը համարվում էր Աստծո օծյալ եւ եկեղեցին սրբացնում էր նրա իշխանությունը եւ պահանջում հանազատություն ժողովրդից։ Ուղղափառությունը շեշտը դնում էր ծեսերի, ավանդույթների, սրբապատկերների եւ ծառայության արտաքին հանդիսությունների վրա։ Այն սերմանեց խոնարհության եւ համբերության գաղափարը, ընդգծելով, որ մարդը պետք է ընդունի իր բաժինը եւ հեզությամբ սպասի իր պարգևի մահից հետո։ Այս կրոնակաձևը կատարելապես համապատասխանում էր արևելյան տեսակի պետականությանը, որտեղ հպատակներից ակնկալվում էր անվերապահորեն հնազանդվել կառավարչին։ Եթե կաթոլիկությունը եկեղեցական միապետություն էր, ապա ուղղափառությունը դարձավ կայսերական իշխանության եւ պետական հնազանդության հոգեվոր արտացոլումը։ Բողոքականությունը ի հայտ եկավ շատ ավելի ուշ 16-րդ դարում։ Այն դարաշրջանում եւ Եվրոպայում ի հայտ էր գալիս նոր սոցիալ-տնտեսական հարաբերություններ։ Արևտրի արհեստների արդյունաբերության եւ քաղաքների զարգացումը հանգեցրեց նոր դասի բուրժուազիայի առաջացմանը։ Այս դասին անհրաժեշտ է նոր գաղափարախոսություն, ավելի ռացիոնալ եւ անկախ հին ֆեոդալական կարգից։ Բողոքականությունը մերժում էր եկեղեցու միջնորդությունը մարդու եւ Աստծո միջև։ Այն պնդում էր, որ մարդը փրկում է ոչ թե ծեսերի, այլ անձնական հավատքի եւ աշխատանքի միջոցով։ Յուրաքանչյուր մարդ պատասխանատու է իր սեփական փրկության, ինչպես նաեւ կյանքում իր սեփական հաջողության համար։ Սա արդեն իսկ արտացոլում էր անհատականության եւ անձնական պատասխանատվության նոր դարաշրջանը, որը համապատասխանում էր վաղ կապիտալիզմի ոգուն։ Եթե կաթոլիկությունը սովորեցնում էր հնազանդություն եկեղեցուն, իսկ ուղղափառությունը հանդուրժողականություն իշխանության նկատմամբ, ապա բողոքականությունը շեշտ է դրում էր անձնական նախաձեռնության, աշխատանքի եւ կարգապահության վրա։ Այն կրոնը վերածեց նոր տնտեսական հարաբերությունների հոգեվոր արդարացման, որտեղ բիզնեսում անձնական հաջողությունը համարվում էր Աստծո օրհնության նշան։ Այսպիսով քրիստոնեության այս երեք ձևերը արտահայտում են հասարակության երեք տարբեր տեսակներ։ Կաթոլիկությունը ֆեոդալական է, ուղղահայաց իշխանության կառուցվածքով եւ խիստ ենթակայությամբ։ Ուղղափառությունը բազմապետական է, որտեղ պետությունը եւ եկեղեցին միաձուլվում են մեկի մեջ։ Բողոքականությունը բուրժուական է, որտեղ հավատքը դառնում է անձնական հարց եւ հոգեվոր արժեքները համընկնում են մասնավոր նախաձեռնության եւ հարստության կուտակման պրակտիկայի հետ։ Երեք դեպքերում կրոնը ծառայում էր ոչ թե ճշմարտությանը, այլ կոնկրետ պատմական շահերին։ Կաթոլիկությունը անապատում էր պապերի եւ ֆեոդալների իշխանությունը, ուղղափառությունը կայսրերի եւ ցարերի իշխանությունը, իսկ բողոքականությունը անապատում էր բուրժուազիան, որը գաղափարական հիմնավորման կարիք ուներ նոր հասարակական կարգի համար։ Բողոքականությունը եւ դրա բնութագրերը։ Բողոքականությունը ի հայտ եկավ 16-րդ դարում որպես կաթոլիկ եկեղեցու նկատմամբ արձագանք, որն այդ ժամանակ արդեն դարձել է հզոր բյուրոկրատական եւ արևտրային կառույց։ Մարդիկ տեսնում են, որ հոգեվորականները ապրում են շքեղության մեջ, վաճառում են ինդուլգենցիաներ, խառնվում են քաղաքականությանը եւ արդարացնում սոցիալական անհավասարությունը։ Սա առաջացրեց բողոքի ցույցեր, այստեղից է շարժման անվանումը։ Բողոքականության հիմնադիրը սովորաբար համարվում է Մարտին Լյութերը, մի վանական, որը 1507 թվականին քննադատեց եկեղեցու չարաշահումները։ Նա պատմում էր, որ փրկությունը ձեռք է բերվում ոչ թե միջնորդների, քահանաների, սրբությունների կամ զոհաբերությունների միջոցով, այլ միայն հավատքի միջոցով։ Այսպես առաջացավ Sola Fidei, միայն հավատքի սկզբունքը։ Լյութերը մերժեց Հռոմի պապի իշխանությունը եւ կարծում էր, որ յուրաքանչյուր հավատացյալ իրավունք ունի կարդալ եւ մեկնաբանել Աստվածաշունչը ինքնուրույն։ Սա մի քայլ էր դեպի հավատքի անհատականացում, եկեղեցական հիերարխիա եւ կետոնացված վերահսկողության ոչնչացում։ Աստիճանաբար բողոքականությունը բաժանվեց բազմաթիվ դավանանքների՝ լյութերականություն, կալվինիզմ, անգլիականություն, մկրտություն, մեթոդիզմ, ադվենտիզմ եւ այլն։ Այս բոլոր շարժումները ունեն ծիսակատարության եւ Աստվածաշնչի մեկնաբանության տարբեր ձևեր, բայց նրանք կիսում են մեկ ընդհանուր գիծ, շեշտը դնելով անձնական հավատքի եւ Աստծո միջև անձնական պատասխանատվության վրա առանց միջնորդների։ Մատերիալիստական տեսանկյունից բողոքականությունը կարելի է ասել, որ կապիտալիզմի ի հայտ եկող դարաշրջանի գաղափարախոսության արտացոլումն է։ Այն համապատասխանում էր անհատական նախաձեռնության, կուտակման, աշխատասիրության եւ անձնական պատասխանատվության ոգուն, որակներ, որոնք կարևոր դարձան նոր բուրժուական հասարակության համար։ Պատահական չէ, որ բողոքական երկրները Գերմանիան, Անգլիան եւ Նիդերլանդները դարձան վաղ կապիտալիստական զարգացման կենտրոններ։
Բողոքականությունը հեռացրեց սրբապատկերները, մասունքները եւ սրբերի պաշտամունքը եւ գրեթե ամբողջությամբ ազդեցրեց եկեղեցական ծեսերը։ Եկեղեցական հարաբերությունները ավելի շատ նմանվեցին հավատացյալների հավաքույթի, քան միստիկ ծեսի։ Երաժշտությունը, քարոզները եւ աստվածաշնչի եթերությունները բոլորը դարձան աթոռյա կրոնական կյանքի մաս։ Բայց միևնույն ժամանակ հավատքը դարձավ ավելի անձնական, կենտրոնանալով անհատի ներաշխարհի վրա։ Այսպիսով, միջ ուղղափառությունը հենվում էր ավանդույթի եւ միստիցիզմի, իսկ կաթոլիկությունը կազմակերպվածության եւ իշխանության վրա։ Բողոքականությունը դարձավ անհատականության բուրժուական հոգու կրոն։ Այն ի վերջո անցնացրեց հավատքը համայնական կյանքից եւ այն դարձրեց անձնական խղճի հարց, ինչը իր հետին լավ համընկավ կապիտալիստական հասարակության զարգացման հետ, որտեղ յուրաքանչյուր մարդ պատասխանատու է միայն իր համար։ Տարբերությունների պատմական սոցիալական պատճառները Հասկանալու համար, թե ինչու է քրիստոնեությունը բաժանվել ուղղափառության, կաթոլիկության եւ բողոքականության, պետք է նայել դոգմայից այն կողմ, իրական պատմական եւ սոցիալական գործընթացներին։ Կրոնը միշտ արտացոլել է մարդկանց կյանքի նյութական պայմանները եւ որոշակի դասերի շահերը։ Արևելյան եւ արևմտյան քրիստոնեության բաժանումը տեղի ունեցել ոչ թե այն պատճառով, որ հավատացյալները տարբեր կերպ են ընկալել Աստծուն, այլ այն պատճառով, որ արևելքն ու արևմուտքը ապրել են տարբեր տնտեսական եւ քաղաքական պայմաններում։ Բյուզանդիան ապագա ուղղափառության կենտրոնը կայսրություն էր, ուժեղ պետական իշխանություն ունեցող, որտեղ եկեղեցի սերտորեն կապված էր պետության հետ եւ սպասարկում էր նրա շահերը։ Կայսրը համարվում էր ոչ թե պարզապես կառավարիչ, այլ գրեթե Աստծո օծյալ եւ եկեղեցին աջակցում էր այս գաղափարախոսությանը, արդարացնելով ինքնակալությունը եւ հնազանդությունը։ Արևմուտքում հռոմեական կայսրությունում պետությունը թուլացավ իր փլուզումից հետո եւ եկեղեցին իշխանությունը վերցրեց իր ձեռքը։ Հռոմեական պապը դարձավ ոչ միայն հոգևոր առաջնորդ, այլև փաստացի միապետ, որը վերահսկում էր հողերը, բանակները եւ քաղաքականությունը։ Կաթոլիկությունը դարձավ արևմտաեվրոպական ֆեոդալական համակարգի հիմքը, գաղափարախոսություն, որը արդարացնում է դասակարգային անհավասարությունը, վասալական հարաբերությունները եւ ազնվականության իշխանությունը։ Երբ Եվրոպայում սկսեցի զարգանալ արևտուրը, արհեստները եւ արդյունաբերությունը, ի հայտ եկավ բուրժուազիան, հին կաթոլիկ կառուցվածքը այլևս չէր համապատասխանում նոր իրողություններին։ Եկեղեցական բյուրոկրատիան խոչընդոտում էր անձնական նախաձեռնության, շահույթի եւ անկախության ձգտող մարդկանց։ Այսպիսով բողոքականությունը մտավ պատմական ասպարեզ, որպես կրոնական ձև, որը արտահայտում է ձևավորվող կապիտալիստական դասի շահերը։ Այսպիսով քրիստոնեության զարգացումը արտացոլում է ոչ թե հայտնության ուղին, այլ մարդկային հասարակության էվոլյուցիան։ Արտադրական հարաբերությունների եւ դասակարգային շահերի փոփոխությանը զուգընթաց փոխվեց նաեւ կրոնի ձևը։ Ուղղափառությունը արտահայտում էր արևելյան ինքնակալության շահերը, կաթոլիկությունը ֆեոդալների շահերը, իսկ բողոքականությունը բուրժուազիայի շահերը։ Հետևաբար դրանց միջև եղած տարբերությունները առաջին հերթին պատմական դարաշրջանների եւ սոցիալական համակարգի միջև եղած տարբերություններն են։ Ժամանակակից աշխարհում չնայած ձևը եւ ծեսերը փոխվել են, այս դերը չի վերացել։ Կրոնը շարունակում է կատարել գաղափարախոսական գործառույթ։ Այն խթանում է իշխանության, տնտեսության եւ կյանքի նկատմամբ որոշակի վերաբերմունք եւ իմաստ ու կառուցվածք է հաղորդում հասարակության հարաբերությունների։ Այսպիսով ուսումնասիրելով ուղղափառությունը, կաթոլիկությունը եւ բողոքականությունը մատերիալիստական տեսանկյունից, մենք տեսնում ենք, որ կրոնը ճշմարտության ուղի չէ, այլ հասարակության հայելին, որ արտացոլում է դրա կառուցվածքը, հակասությունները եւ տարբեր պատմական դարաշրջաններում գոյություն ունեցող դասակարգերի շահերը։ Սա հասկանալը մեզ օգնում է առանձնացնել հավատքը իրականությունից եւ կրոնը տեսնել որպես պատմական եւ սոցիալական երևույթ, այլ ոչ թե որպես բացարձակ ճշմարտություն։ Հավանեցիք տեսանյութը։ Մեմը կիսպեկային ցենեջերում։ Միջ հանդիպում։